Ուրիշի ընտանիքը սերիալը հասել է այն կետին, երբ յուրաքանչյուր տեսարան կարող է փոխել ամբողջ պատմության ուղղությունը։ Մնացել են վերջին սերիաները, և եթե մինչ այս հեռուստադիտողները սպասում էին հանգիստ ու հուզիչ ավարտի, ապա այժմ պարզ է դարձել, որ հեղինակները որոշել են մինչև վերջին պահը պահել ինտրիգը։ Լանային արդեն ազատ են արձակել, և սա շատ կարևոր շրջադարձ է։ Մինչ այդ գրեթե բոլորը վստահ էին, որ Հասմիկի մահվան հիմնական կասկածյալը հենց Լանան է։ Նրա անցյալը, Կարենի հետ կապը, գաղտնիքները, Մագդայի մասին ճշմարտությունը թաքցնելը, ամեն ինչ նրան դարձնում էր հեշտ թիրախ։ Բայց հիմա հայտնվում է վկա։ Վկան պատմում է, որ Հասմիկի տանը եղել է տղամարդ, և հենց այդ մի նախադասությունը ամբողջությամբ փոխել է իրավիճակը։ Քննիչը տեղեկացնում է Նորոյին, որ նոր ցուցմունք կա։ Բնականաբար Նորոյի առաջին արձագանքը ոչ թե հանգստությունն է, այլ շփոթությունն ու զայրույթը, որովհետև վերջին օրերին նրա հոգեբանական վիճակը չափազանց ծանր է։ Նա կորցրել է տատին, կորցրել է հորը, իմացել, որ իրենց տունը փաստացի կորցրել են, կասկածում է Արշակին մոր մահվան մեջ, Հասմիկի մահը նույնպես դարձել է չբացահայտված վերք։ Եվ այս ամենի ֆոնին նա իմանում է, որ Արշակը հանդիպել է Լանային հենց նրա տանը։ Սա բավական է, որպեսզի Նորոյի ներսում նորից սկսեն աշխատել կասկածները։ Այստեղ ամենակարևոր հարցը հետևյալն է. արդյոք Նորոն ջղայնության պահին կարող է քննիչին տալ Արշակի անունը։ Տեսականորեն այո, դա շատ մարդկային արձագանք կլինի։ Նորոն հիմա առաջնորդվում է ոչ միայն տրամաբանությամբ, այլ ցավով, իսկ ցավը հաճախ ստիպում է մարդկանց շտապ եզրակացություններ անել։ Եթե նա հիշի Բաբկենի խոսքերը, Շուշանի ձայնային հաղորդագրությունը, մոր ընկերուհու պատմածը, Արշակի ու Լանայի հանդիպումը, ապա մի պահ կարող է թվալ, թե բոլոր թելերը տանում են դեպի Արշակը։ Բայց արդյոք դա կլինի ճիշտ որոշում։ Ամենայն հավանականությամբ ոչ, որովհետև եթե նայենք սերիալի ընդհանուր կառուցվածքին, Արշակի կերպարը երբեք չի ներկայացվել որպես մարդասպան։ Նա սխալվել է, թաքցրել է ճշմարտություններ, որոշել է ուրիշների փոխարեն, նա վիրավորել է մարդկանց իր լռությամբ, բայց նա մարդասպան չի։ Ավելին, եթե հեղինակները հիմա հանկարծ բացահայտեն, որ հենց Արշակն է եղել Հասմիկի տանը կամ կապ ունի նրա մահվան հետ, դա կկոտրի այն ամբողջ կերպարը, որը կառուցվել է սերիալի ընթացքում։ Ավելի հավանական է, որ Նորոն այո, կասկածի Արշակին, գուցե նույնիսկ բարձրաձայնի այդ կասկածները, բայց հետո ստիպված կլինի բախվել իրականությանը, իսկ իրականությունն ամենայն հավանականությամբ շատ ավելի մոտ է Բաբկենին։ Ինչու՞։ Որովհետև հենց Բաբկենն էր շահագրգռված, որ բոլորը շարունակեն կասկածել Արշակին։ Նույնիսկ նա կազմակերպել է այնպես, որ բոլորին թվում է, թե Բաբկենը մահացել է։ Նա գիտի, որ բավական է մի քանի ակնարկ, որպեսզի Նորոն սկսի կասկածել նույնիսկ այն մարդուն, ով վերջին շրջանում իրենց օգնում էր։ Բացի այդ, Հասմիկն արդեն հասկացել էր, որ Բաբկենն իրեն օգտագործել է։ Նա սկսում էր զղջալ, բայց հավանաբար չհասցրեց այնպես զղջալ, որ կարողանար երջանիկ ապրել, փոխվել, և բնականաբար դա արժեցավ իր կյանքը։ Հնարավոր է, որ նա որոշել էր խոստովանել ամեն ինչ, հնարավոր է, որ նրանք հանդիպել են, հնարավոր է, որ պահանջել է պատասխաներ։ Եթե այդ հանդիպումը վերածվել է վեճի, ապա հենց այստեղ կարող է թաքնված լինել ճշմարտությունը։ Շատ հեռուստադիտողներ արդեն ենթադրում են, որ Հասմիկի տանը եղած տղամարդը հենց Բաբկենն է եղել։ Սա միանգամից կբացատրի մի քանի հարց։ Եթե այս վարկածները ճիշտ լինեն, ապա Բաբկենը նույնիսկ հիմա իր երեխաների համար կարող է շատ վտանգավոր լինել։ Միևնույն ժամանակ, վերջին սերիաները կարող են դառնալ նաև Նորոյի հասունացման պատմությունը։ Նա ստիպված կլինի ընտրություն կատարել՝ հավատալ իր ցավին և կասկածներին, թե փորձել մինչև վերջ պարզել ճշմարտությունը։ Եթե նա ջղայնության պահին Արշակի անունը տա քննիչին, դա կարող է ժամանակավորապես կործանել նրանց միջև նոր ձևավորվող վստահությունը, բայց հետո կբացահայտվի, որ իրական տղամարդը Բաբկենն էր։ Նորոն ստիպված կլինի ընդունել, որ տարիներ շարունակ իրեն առաջնորդել են ուրիշների սերմանած կասկածները։ Եվ գուցե հենց սա էլ լինի սերիալի վերջին մեծ դասը։ Երբ մարդը երկար ժամանակ ապրում է ցավի մեջ, նա սկսում է պատասխաններ փնտրել ցանկացած գնով, բայց իրական արդարությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ճշմարտությունը գերակայում է վրեժի, զայրույթի և կուրացնող կասկածների նկատմամբ։
Մնացել են հաշված սերիաներ, շուտով պարզ կդառնա ով էր այն տղամարդը, որը եղել է Հասմիկի տանը, ինչ դեր է ունեցել Բաբկենն այս ողբերգության մեջ, արդյոք Նորոն կկարողանա հաղթահարել իր կասկածներն Արշակի նկատմամբ և վերջապես կգտնեն արդյոք այս երկար ճանապարհ անցած հերոսները այն խաղաղությունը, որի համար պայքարել են ամբողջ սերիալի ընթացքում։ Դե իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, արդյոք Արշակն ընդունակ էր Հասմիկին վնասելու, թե այս ամենը Բաբկենի ձեռքի գործն է, ինչ նոր գաղտնիքներ են բացահայտվելու վերջին սերիաներում։